1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Հայաստանում մի բավականին հետաքրքիր գործընթաց է սկսվել։ Արթուն ենք եւ վետո կազմակերպությունները ազգային ժողովի 107 падգամավորներին նամակներ են գրել, որտեղ կոչ են անում սկսել իմպիչմենթի գործընթացը միանալ եւ սկսել վարչապետի իմպիչմենթի գործընթացը եւ սա այսօր քննարկվող թերևս ամենակննարկվող թեման է, իհարկե դրա իրականացման հավանականությունը չնչին է, սա բոլորն են հասկանում, բայց ամեն դեպքում սա բավականին հետաքրքիր է, որովհետև ինքնին ներքաղաքական դաշտում տեղի ունեցող, իրականում տեղի ունեցող ստվերային գործընթացները բացահայտելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ Իշխանությունները, իշխանական շրջանակները բնականաբար մտահոգված են, թեև իշխանական падգամավորները, իշխանական քարոզիչները առայժմ ընդամենը այս ինֆորմացիոն առիթը օգտագործում են ցույց տալու համար իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, հերթական անգամ գցնել, ցույց տալ, որ իրենք անդրդվել են եւ այլն, բայց իշխանությունները օբյեկտիվորեն մտահոգված են, որովհետեւ ակնհայտ են բոլոր ձախողումները, խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվում, արևմուտքի հետ կապված հույսերը օրեցօր թուլանում են, իրավիճակը աստիճանաբար սրվում է, իսկ մի տարի հետո ընտրություններ են տեղի ունենալու եւ հասկանալի է, որ իշխանությունները պիտի մտահոգված լինեն։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ այդ գործընթացին, ապա այստեղ մի քանի ուշագրավ հանգամանքներ կան։ Բանն այն է, որ ըստ սահմանադրության 115 հոդվածի падգամավորները ձայների 1/3-ով կարող են սկսել իմպիչմենթի գործընթաց, ազգային ժողովում կա 107 падգամավոր եւ 1/3-ը 36 падգամավորն է։ Իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 падգամավոր։ Այսինքն պակասում է ընդամենը 2 ձայն։ Բայց այդտեղ հատուկ շեշտված է այդ նույն հոդվածում, որ եթե падգամավորների 1/3-ը իմպիչմենթի գործընթաց է սկսում, պիտի նաև վարչապետի թեկնածու առաջադրի անպայման, դա պարտադիր է։ Հիմա եւ տեսեք, անգամ իշխանական падգամավորներից մեկը, ԿՊ-ական падգամավորներից մեկը հայտարարեց, որ խնդիրն այն չի, որ կարող են մեզանից ինչ-որ ձայներ տանել, պոկել, մեզանից մի քանի հոգի կմիանան եւ այլն։ Խնդիրն այն է, որ իրենք չեն կարող, ընդդիմությունը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել, միասնական թեկնածու։ Այսինքն փաստորեն նա ընդունում է, որ այո, իշխանական թիմի ներսում էլ դժգոհություն կա, այնտեղ էլ են երևի գիտակցում, որ վարչապետը այլևս չի ձգում, բայց խնդիրը դա չի, այսինքն դուք կարողացեք միասնական թեկնածու գտնել, այդ դեպքում արդեն հավանական է, որ իսկապես էլ ԿՊ-ից ձեզ կմիանան։ Այնպես որ հիմա խնդիրը հետեւյալն է, կկարողանա արդյոք ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը մի վարչապետի միասնական թեկնածուն ներկայացնել։ Եվ հասկանալի է, որ այնտեղ երկու խմբակցություններից մեկի լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսինը Սերժ Սարգսյանն է եւ այդ երկուսի թեկնածություններն էլ հազիվ թե անցնեն, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության դեպքում Սերժ Սարգսյանի թիմակիցները դեմ կլինեն, Սերժ Սարգսյանի դեպքում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները դեմ կլինեն, այնպես որ կարելի է մտածել գուցե, որ որևէ չեզոք մարդու թեկնածություն ներկայացնեն։ Ընդ որում դա պիտի ընդունելի լինի ոչ միայն երկու խմբակցությունների համար, այլև հասարակության համար, որովհետև այսպես թե այնպես, եթե անգամ այդ թեկնածությունը ներկայացվի, եթե խորհրդարանում այդ գործընթացը սկսվի, 36 ստորագրություններ հավաքվեն, միևնույն է, հետո իմպիչմենթի համար անհրաժեշտ կլինի ձայների 50% պլյուս, այսինքն 54 ձայն պետք կլինի, իսկ դա հասկանալի է, որ առանց փողոցի աջակցության, առանց հանրային լայն աջակցության հնարավոր չի լինելու։ Այնպես ինչպես դա եղավ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունենալով ընդամենը ընտրություններում ստացած լինելով ընդամենը 7.7% ձայն փողոցի աջակցությամբ կարողացավ հասնել իշխանության։ Այնպես որ այդ թեկնածուն պիտի լինի նաև հասարակության համար ընկալելի,
որպեսզի այդ 36%, եթե առաջին փուլում հաջողվի դա անել, դառնա 54+ ձայներ։ Սա առաջինը։ Երկրորդը մենք պիտի հասկանանք նաև, որ այս խորհրդարանը ձևավորվել է 21 թվականի ընտրությունների արդյունքում եւ փաստացի ոչ միայն իշխանություններին է ընտրել ժողովուրդը, այլև խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ձևավորվել է ժողովրդի ձայնով եւ այստեղ պիտի ասենք, որ ոչ միայն իշխանություններն են ձախողվել, այլև ընդդիմությունն է ձախողվել։ Տեսեք, անընդհատ խոսվում է այն մասին, որ այդ ընտրություններում 680,000 մարդ, որ ձայներ տվել ԿՊ-ին, սխալվել է, այո, նրանց մեծամասնությունը իսկապես սխալվել է, որովհետև ձայն է տվել Նիկոլ Փաշինյանի այն խոստումներին, որ տեղի է ունենալու Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, որ որոշվելու է Արցախի կարգավիճակը, անջատում հանուն փրկության, որ Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը եւ այլն եւ 680,000-ի մեծամասնությունը դրա համար ձայն է տվել նրան եւ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը չի արել, ճիշտ հակառակն է արել եւ այդ 680,000 մարդկանց մեծ մասը հասկացել է, որ ուղղակի սխալ ընտրություն են կատարել, որտեվ իրենց ընտրածը այդ ամեն ինչը չի կատարել, հակառակն է արել։ Նույնն էլ ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների դեպքում է։ Նրանց ընտրողներն էլ այդ ուժերին ձայն են տվել, որպեսզի նրանք իշխանափոխություն իրականացնեն։ Եվ փաստորեն նրանք այդ իշխանափոխությունը չեն իրականացրել, չեն կարողացել, թե առանձնապես չեն էլ ցանկացել, այլ հարց է։ Բայց փաստն այն է, որ նրանք էլ են սխալվել, որովհետև ընտրել են այնպիսի ընդդիմություն, որը չի կարողացել իշխանափոխություն իրականացնել, չի կարողացել արդարացնել իրենց ակնկալիքները։ Այսինքն սխալվել են եւ իշխանություններին ընտրողներին եւ ընդդիմադիր այդ ուժերին ընտրողներին։ Իսկ 1 տարի հետո նոր ընտրություններ են եւ կարևոր է, որ հասարակությունը, ովքեր սխալվել են եւ իշխանությունների ընտրողները եւ ընդդիմություն ընտրողները հասկանան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։ Պարզ ասած, հասկանան, թե արդյոք պետք է ել եւս մեկ անգամ ձայն տալ այն ընդդիմությանը, որը այսօր չի կարողանում համախմբվել եւ գոնե միասնական տեխնացու ներկայացնել խորհրդարան իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Սա առաջին դիտարկումն է եւ երկրորդը, որ այն է, որ ընդդիմությունը իմ կարծիքով այսօր մի շատ լուրջ էական սխալ է անում։ Արդեն ասացի, որ եթե անգամ այդ իմպիչմենտի գործընթացը սկսվի, միևնույն է, պետք է լինելու առնվազն 54 ձայն, այսինքն 20 հոգու պետք է լինելու ԿՊ-ից, որպես միանան այդ գործընթացին։ Ընդ որում վստահաբար եւ խորհրդարանում եւ ընդհանրապես ԿՊ գործադիր մարմնում իշխանական այդ համակարգում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հասկանում են, որ անկախ այս ամեն ինչից Նիկոլ Փաշինյանը ձախողվել է եւ այո, նրա իմպիչմենտը, իշխանափոխությունը կարող է Հայաստանն այս վիճակից դուրս բերելու ինչ որ հնարավորությունների նոր պատուհան բացել։ Այդ մարդիկ, այո, վստահ եմ կան այդպիսիք, եւ եթե լինի միասնական բոլորի համար ընդունելի տեխնացու կամ շատերի համար ընդունելի տեխնացու, եթե նա ներկայացնի ինչ որ խելքին մոտ ծրագիր, իրատեսական ծրագիր, այո, հնարավոր կլինի այդ 20 հոգուն էլ դեռ ավելի մարդ էլ բերել այս կողմ։ Բայց ընդդիմությունը այս օրերին անընդհատ, չէ, միայն ընդդիմությունը չէ, բոլոր տարբեր խավեր, չգիտեմ, վերլուծաբաններ, քարոզիչներ, անդադսև ցուցակներ են ներկայացնում, որ այ իշխանափոխությունից հետո բոլորդ պատասխան եք տալու, որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու, որևէ մեկը հույս չունենա, թե կարողանալու է հանգիստ գնալ, բոլորդ կանգնելու եք պայմանական ասած գնդակահարության պատի տակ եւ եւ տարօրինակ է հիմա, որ ասում են, այ մենք ակնկալում ենք, որ դուք անցնեք ձեր կողմ, մենք հասնենք իշխանության, որպեսզի ձեր բոլորիդ պատասխանատվության ենթարկենք եւ կանգնեցնենք գնդակահարության պատի տակ։ Այդպես չի լինում։ Իմջայլոց Բայազեդ վեպում, եթե չեմ սխալվում, ռուս հեղինակ է Պիկուլը, այսպեսի հետաքրքիր դիտարկում կա, ասում է ընդհանրապես թուրքերը, նա այդ վեպը 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմի մասին էր, ասում է թուրքերը ահավոր վախենում են մերձամարտից եւ փախչում են,
Բայց եթե փախչելու ճանապարհ չես թողնում եւ սեղմում ես պատին, նրանք փափախները քաշում են աչքերին եւ առյուծների նման կռվում են մինչեւ վերջ։ Այսինքն նահանջի տեղ պիտի թողնել, եթե ուզում ես հաղթել։ Ես այսօրվա իշխանությունին բնականաբար չեմ համեմատում թուրքերի հետ, սա ընդամենը բավական դիպուկ հոգեբանական ձևակերպում է, բայց նույն դեպքում էլ այս վիճակն է։ Եթե անդադ սպառնում ես, որ այ ԿՊԱ-ականները բոլորը պատասխանատվության ենթարկվել, բա ինչ ակնկալիքով ես դու նրանց աջակցությունը հայցում իշխանափոխություն իրականացնելու համար։ Կարծում եմ այստեղ սխալ է եւ իշխանությունները ընդդիմությունը պիտի կարողանա եւ հասարակությանը եւ իշխանությունների ներկայացուցիչներին այդ միջին օղակներին, անգամ վերին օղակների որոշ հատվածների բացատրել, որ սա ամեն դեպքում պայքար չի հանուն իշխանության։ Եվ սա վրեժի պայքար չի, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր քաղաքացու վրեժ բան։ Հիմա սա քաղաքացու վրեժի հարց չի, վրեժխնդրության հարց չի, սա գալ հիմա այսօրվա իշխանավորների թալանը, չգիտեմ, քյաբաբ հետ բերելու հարց չի, սա ուղղակի մեր գոյության հարցն է, Հայաստանը այս վիճակից դուրս բերելու հարցը, որտեղ բոլորս գտնվում ենք մի նավակում եւ եթե այդ նավակը անվնաս տեղ հասցնելու հարցում կարևոր է առաջնային իշխանափոխությունը, բոլորը պիտի գիտակցեն սա, որ դա արվում է հանուն պետության, հանուն երկրի, ելի եմ ասում, եթե ընդդիմությունը պիտի կարողանա սա ապացուցել, հասցնել ոչ միայն հասարակությանը, այլև նույն իշխանություններին, մի կողմ դնել այդ վրեժ բան, իսկապես հիմա դրա ժամանակը չէ, առաջին, եւ երկրորդը կարողանա այս փուլում իսկապես, եթե իմպիչմենտի գործընթաց է սկսվել, ապա գոնե կարողանա միասնական վարչապետի միասնական տեխնացուի գոնե անուն ասել, որովհետև դա անհրաժեշտ է ըստ սահմանադրության, դա անհրաժեշտ է, հակառակ դեպքում գործընթաց պարզապես չի կարող սկսվել։ Հիմա այս մի տարվա ընթացքում, որ մնացել է մինչև ընտրությունները, եթե դա տեղի չունենա, հասարակությունը մի տարի ունի հասկանալու համար, որ լավ, հասկանալի է, այս իշխանությունները ձախողվել են։ Դա տեսնում ենք եւ հասկանալի է, որ այդ 680,000 այլևս դրա առնվազն կեսը այլևս Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ձայն չի տալու։ Բայց ձայն չի տալու նաև այս ընդդիմությանը, որովհետև նրանք էլ են ձախողվել։ Փաստացի նրանք էլ են ձախողվել, որովհետև այնպես ինչպես իշխանությունները իրենց խոստացածը չեն արել, խորհրդարանական ընդդիմությունը իր խոստացածը չի արել։ Եվ մի տարի ժամանակ կա, որպեսզի հասարակությունը կողմնորոշվի։ Եվ այս առումով է շատ կարևոր այդ 107 նամակների նախաձեռնությունը, որովհետև լակմուսի թղթի դեր է կատարելու եւ ցույց է տալու, թե ինչ արժեն իշխանությունները մենք արդեն տեսանք։ Դա ցույց է տալու նաեւ, թե ինչ արժեն ընդդիմությունը։ Ի վիճակի է արդյոք իշխանափոխություն իրականացնել, թե ի վիճակի չի եւ պիտի հեռանա նաեւ ընդդիմադիր դաշտից։ Հենց այս process-ն է, որ այս օրերին սկսվել է եւ կարծում ենք առաջիկա շաբաթներին, ամիսներին շատ հետաքրքիր զարգացումներ կլինեն այս առումով եւ հասկանալի կլինի, թե հերթական կամ արտահերթ ընտրություններին մեր հասարակությունը ինչ ֆորմատով, ինչ կոնֆիգուրացիայով է մասնակցելու եւ ինչ ակնկալիքներով ու ինչ գործիքակազմով ասելով նկատի ունեմ ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Իսկ այսօր այսքանը կհանդիպենք։